ԲՀԿ ղեկավարին Մասիսում դիմավորում են բարձր տրամադրությամբ, փոքրիկ դհոլահարների նվագով, երկու պարով։ Գագիկ Ծառուկյանը վստահ է, որ մարդիկ հոգնել են դատարկ խոսքերից, նրանց գործողություններ են պետք։ Ըստ Ծառուկյանի Հայաստանը տնտեսական ճգնաժամ է ապրում։ Եթե ժողովուրդն աղքատ է, պետությունն էլ է աղքատ։ Իմ ժողովուրդը ինչ կա կորցրել է։ Տուժած, կորցրած, զոհված, այսօր խեղճացած, ով դրսի հետ կապ ունի գիտի, որ ժողովուրդը ասելու բան չունի։ Այսօր հիմնական քանդել, ավիրել, բռնել, խլել, նստել։ Է այդ երկրում, որից է մեկը գա ներդրում կատարի, հարցը ԲՀԿ ղեկավարը կարծում է, որ սխալվում է իշխանությունը բարեկամ երկրի Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելով։ Ծառուկյանն անլուրջ է անվանում Փաշինյանի հայտարարությունը, թե սահմանից հետ ուղարկված բիբարների գումարը ինքը կտա։ Այսօր դրել են Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնում են։ Եղբայր, քու բարեկամ երկրի հետ քեզ փչացնում։ Բիբարի փողնել եմ տալու, ծաղկի փողնել եմ տալու։ Դե տվեք, եկեք արձանագրեք, ով է տվողը, ինչքան են թափում։ Սուտ ասելով երկար ճանապարհ չկա ժողովուրդ։ Սահմանամերձ գյուղերը դատարկվում են, աղետը կանխելու համար մարդիկ առաջարկներ ունեն Ծառուկյանին։ Սահմանամերձ շրջանների հարկերը այն աշճան իջեցվի, որ ձեր տա աշխատատեղեր դրվի, որ մարդիկ իրաց տարածքներում աշխատանք ունենան, ոչ թե գան Երևանամերձ կամ Երևանում աշխատելու ու դատարկում մեր սահմանամերձ շրջանները։ Ուրեմն դրա համար դու մեր ծրագիրը կարդա, որ ես ասեմ ծրագրում գրած է, այսօր սահմանամերձ գոտում ույք հարկը պետք է անվի, շինարարության համար, եթե մարդ ուզում է տղայի մարդ տուն կառուցի, հələ պետք է մի 2 միլիոն էլ տրամադրեն, որ սահմանները չդադարվի։ Զարուհի Սահակյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Ապրես։